Alpha News-ի տաղավարում հյուրընկալվել է Հայ-ակվե ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Աննա Կոստանյանը։ Տիկին Կոստանյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մարաթորի տեղեկատվական համակարգից Alpha News-ին հայտնել են, որ եպիսկոպոսատ ժողովը այդուամենայնիվ կայանալու է, ոչ օրվա հետ կապված, ոչ ժամի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Տիկին Կոստանյան, եթե եկեղեցու դեմ իշխանության պայքարի սկզբնակետ դիտարկենք մայիս ամիսը, ապա կստացվի, որ արդեն 9-րդ ամիսն է, ինչ վեհափառը իր տեղում է, եւ իշխանությունը չի հասել իր գեж նպատակին։ Բարենորոգումների իշխանական ծրագիրը տապալված է։ Կարծում եմ ոչ, սա պարզապես տևական ժամանակավոր ինչ-որ դադար է, որը կարծում եմ հաջորդական գործողություններն է հետևելու։ Այսպես հանրային տրամադրություններն են միգուցե չափում կամ որոշակի թեթևակի ձախողումներ ունենալուց հետո որոշում են քայլերի տրամաբանությունը փոխել միգուցե կամ կոտրել հանրային դիմադրողականությունը, ըստ էության դա բավականին հաջողությամբ նրանք կարողանում են իրականացնել։ Այսինքն սկսում են process, թույլատնում են մարդկանց տրամադրությունները, դադար են տալի, որպեսզի բոլորը կարծեն դաշտում, թե ձախողել է իշխանությունը այս քայլերի իրականացման մեջ, բայց իրենք անում են արդեն իրենց անելիքը, որովհետև անիմաստ տեղը չէր, հա, սկսել մի process, որը ռիսկ կար համենայն դեպս, որ հանրային մեծ դժգոհության ալիք կարող է արթնացնել, վստահ եմ իրենք տարբեր սոցիոլոգիական հարցումներով գիտեին, որ այս պահի դրությամբ Հայաստանում ամենաբարձր հեղինակությունը ուներ հայ առաքելական եկեղեցին եւ նման ինստիտուտի դեմ նմանօրինակ քայլերը սկսելը իր մեջ բնականաբար ռիսկեր էր պարունակելու եւ իրենք այդ ռիսկերին հաղորդ էին։ Այնուամենայնիվ ոչինչ նրանց հետ չպահեց սկսելու եկեղեցու դեմ այս ուղղորդված, եկեք չմոռանանք, որ որոշակի ուղերձներից հետո Ադրբեջանից եկող իշխանությունը սեփական նախաձեռնությամբ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ սկսեց հայ առաքելական եկեղեցու դեմ այս արշավը։ Ես կարծում ու ի վերջո չմոռանանք, որ 2018-ի հեղափոխական այսպես կոչված ճակերտավոր հեղափոխական դեպքերից հետո սկսել էր նմանօրինակ շարժում, որը աջակցություն ուներ այդ ժամանակ եւս վարչապետի եւ նրա իշխանական թիմի կողմից։ Բացի այդ, տարբեր իշխանական падգամավորներ, տարբեր կալիբրի քաղաքական գործիչներ շարունակում են այդ դիսկուրսը։ Սա արդեն իսկ ազդակ է, որ նրանք հետ չեն կանգնել իրենց քայլերից։ Իշխանության վերցրած այս դադարը, եթե պայմանականորեն սա դադար համարենք, արդյոք ի օգուտ եկեղեցու չի աշխատելու, քանի որ կոնսոլիդացիան եկեղեցու շուրջ եւ եկեղեցու ներսում կարող է ավելի ամրանալ։ Իհարկե կարող է, չի բացառվում, մենք տեսանք մի քանի շաբաթ առաջ ընդամենը այսպես ֆլեշ մոբային տրամաբանությամբ տարբեր հոգևորականներ, ովքեր սկսեցին սոցիալական ցանցերում գրել, որ միանում են վեհափառին, իրենց աջակցությունը հայտնելով եւ կարծում եմ սա էր առաջին այն զսպող, հա, ուժը, որպեսզի իշխանությունը այսպես մարտավարական հետ քայլ կատարի։ Սա նահանջ է, կարծում եմ ժամանակավոր, որպեսզի իրենք իրենց ուժերը գնահատեն եւ տեսեն էլ ինչպես կարող են հոգևորականների իրենց կողմը քաշել։ Տեսնեն, թե արդեն տեսել են, ուղղակի չեն գնում գործողությունների, արդեն պլանը կա։ Կարծում եմ տեսել են, իրենց աչքի տակ վստահաբար կունենան ինչ-որ մարդկանց, այլ հարցը նրանք հաջողության կհասնեն այդ հոգևորականներին իրենց կողմ քաշելու, թե ոչ։ Գիտեք, միտքը հետեւյալն է, հա, հայ առաքելական եկեղեցին ի տարբերություն օրինակ Հայաստանի Հանրապետության 30-ամյա անկախ պետության ինստիտուտի հազարամյակների ինստիտուցիոնալ հիշողություն ունի։ Իրենք այսինքն իշխանությունը ամենաառաջին սխալ հաշվարկը, որ արել է, հենց այստեղ է, հաշվի չի առել, որ այդ պատմական հիշողությունը անհնար կլինի փոխել, վերափոխել կամ ջնջել, որովհետև ի վերջո այդ ինստիտուտի ներսում մի ամբողջ պատմություն է պարփակված, որը հանդիսացել է տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանի պահպանման հենքը։ Ինչպես ստացվեց, որ քրիստոնեական արժեքների ջատագով Թրամփի վարչակազմի գլխավոր ներկայացուցիչը, առնվազն եթե ոչ գլխավոր ներկայացուցիչներից մեկը, առանցքային դեմքը Ջեյ Դիվենսը ժամանեց Հայաստանի Հանրապետություն, բայց չայցելեց ամենայն հայոց կաթողիկոսին։ Փաշինյանը փորձում է պարտադրել իր օրակարգը նաև արտասահմանից եկողներին։
Չեմ կարծում Փաշինյանը այնքան ունակ է, որ կարողանա իր օրակարգը պարտադրել, այլ կարող է, չգիտեմ, արարողակարգային տեսանկյունից փոխնախագահի պլաններում չի եղել այցելելու։ Եվ ի վերջո եկեք չմոռանանք, որ JD Vance-ի այցը այսպես պարզապես աջակցություն հայտնող քայլ էր։ Չեմ կարծում, թե մեծ խանդավառություն է ունեցել փոխնախագահը Հայաստան կամ տարածաշրջան այցելելու, պարզապես քանի որ Թրամփի ուղին, թրիփը իրենց համար հերթական խաղաքարտն է աշխարհում ցույց տալու, որ իրենք խաղաղության ջատագովներ են, սա էլ որպես աջակից քայլեր ամրապնդելու աշխարհի արչև իրենց այդ մոտիվացիոն քայլերը։ Եվ ի վերջո եկեղեցի այցելության մասին ինչպես կարող ենք խոսել, այդ մարդը բարձրացավ կարճատև այց կատարեց Ծիծեռնակաբերդի բարձրունք, այնտեղ հետևեց իր X-ի բլոգում որոշակի հայտարարություններ, հետո ջնջվեցին այդ հայտարարությունները եւ մեկնաբանվեցին, թե նախատեսված չէր եւ աշխատել։ Պարզ է, չէ, որ չէր կարող մի ամբողջ ամերիկյան գերտերության ուրեմն գերտերության նման երկրի փոխնախագահի էջում պատահական չէր կարող հայտնվել մի գրառում, հետո այդպես ջնջվել եւ մեկնաբանեն, որ ներողություն սխալմունք էր։ Կա կարծիք, որ Հայաստանի իշխանություններն են խնդրել Իվենսին հանել այդ գրառումը։ Գիտեք, մյուս կողմից նաեւ չմոռանանք Վենսի ուրեմն եւ երբ նա արդեն պիտի ինքնաթիռ նստեր հեռանար, կարճատև հարցազրույց տվեց եւ շեշտեց, որ իշխանության խնդրանքով է բարձացել Ծիծեռնակաբերդ։ Ես չեմ կարող հասկանալ դրամաբանությունը, կա կարծիք, այդ կարծիքը ձևավորված է իշխանության կողմից դաշտ ներդված լուրերի հիման վրա, այնուհանդերձ անշնորհակալ գործ է մեկնաբանել կամ ենթադրություններ անել, ինչու բարձրացավ եւ ինչու հետո ջնջեց։ Սա կարծում եմ առաջին հերթին անլուրջ մոտեցում է Հայաստանի հանդեպ, արդյոք սա հասկանում է գործող իշխանությունը, վստահ չեմ, իրենց համար կարևոր խաղաքարտ կար, հա, նախընտրական այս շրջանում փոխնախագահի Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը դարձնել իրենց համար խաղաքարտ։ Նախընտրական շրջանում իրենք այդ խաղաքարտը ստացան։ Եվ տեսեք հանրային տրամադրությունները, սոցիալական ցանցերում քննարկումները, մարդիկ այնպես են ոգևորվել, կարծես չգիտեմ, իրավական այնպիսի մի փաստաթուղթ է կնքվել, որտեղ անվտանգային երաշխիքներ են տրված Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Ընդհանրապես սա պարզապես օգոստոսի 8-ի կնքված փաստաթղթի, որը հայտարարություններ եւ չունի իրավական հենք չի տալիս որևէ երաշխիք Հայաստանի Հանրապետության համար, դրա կոնտեքստում ինչ որ քայլեր, որը գուցե ապագայում նույն խանդավառությամբ էլ չեղարկեն։ Դուք ասացիք, որ Միացյալ Նահանգներից Հայաստանի իշխանությունները խաղաքարտ ստացան։ Այդ խաղաքարտը կիրառելու են արդյոք հունիսին։ Արդեն իսկ սկսել են կիրառել։ Տեսեք, շատ մեծ ռիսկ կարելի է գնահատել հենց փոխնախագահ JD Vance-ի արած այն հայտարարությունում, որ նրանք աջակցում են Նիկոլ Փաշինյանի ընտրություններում։ Սա կարելի է դիտարկել հենց այն նույն իշխանության կողմից աղաղակվող պրոքսի պատերազմների դրամաբանության եւ էության կոնտեքստում։ Ինչու, որովհետեւ եթե այսպես արշավ են անում, Եվրոմիությունից փողեր են ներգրավում, որպիսի պայքար մղեն տարբեր արտաքին ուժերի ռոպագանդիստական քայլերի դեմ, այստեղ բացահայտ ձևով Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարում է, որ աջակցելու են։ Իսկ այդ աջակցությունը ինչ տեսքով է լինելու, միայն հայտարարությունների, թե որոշակի քայլեր այնուամենայնիվ նախաձեռնելու են աջակցություն ցուցաբերելու, գուցե դիտորդական ուժերի միջոցով, գուցե ուրեմն զանգվածային լրատվամիջոցների քարոզչական նյութերի միջոցով, գուցե սոցհարցումների միջոցով։ Այս բոլորը հարցեր են, որոնք չունեն պատասխաններ, եւ մենք կարող ենք միայն առաջնորդվել ենթադրություններով։ Ակնհայտ է, որ սա միջամտություն է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին։ 4 ամիս անց Հայաստանի Հանրապետությունում համապետական ընտրություններ են եւ այդ ընտրությունները իրականացվելու են մի իշխանության օրոք, որի ժամանակ անգամ գրանցվեց անգլերենի միասնական թեստի միասնական քննության տապալման դեպք։ Պարզվեց, որ քվեաթերթիկների մի մասը տպագրական խոտաններով է։ Նորմալ է, որ տոտալ թվայնացման ձգտող կառավարությունում թեստերը տպվում են թղթի վրա։ Իհարկե նորմալ չէ, իրենք հայտարարել էին իրենց
մեգա առաջադեմ, այդպես տեխնոլոգիական բումեր բերող իշխանություն, բայց այսօր, ասենք հազարավորներով թղթեր են տպում, հետո դրանք խոտանում, պարզվում է ինչ-որ փոքր սխալների համար։ Այդ տեսակ սխալները արդեն իսկ անթույլատրելի են, բայց գիտեք, զարմանալի չէ։ Այս մարդիկ պետության կառավարման հարցում մեծ տապալումներ են թույլ տվել, Արցախից սկսած վերջացրած Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներով։ Եկեք նորից հիշեցնենք մեր քաղաքացիներին, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվում են ադրբեջանական ուժեր։ Սա արդեն իսկ հիմնավոր պատճառ է, որպեսզի այս իշխանությանը Հայաստանի Հանրապետության քաղաքացին ձայն չտա առաջիկա ընտրություններին։ Բոլոր ընտրություններում պասիվ մի զանգված կա, որը այսպես ընդունված է համարել չկողմնորոշված հատված, որը մոտավորապես 40%-ն է կազմում։ Այս ընտրություններին, 26 թվականի համապետական ընտրություններին, այդ տոկոսը կքչանա։ Դժվար է գնահատականներ տալ, գիտեք, որովհետև հանրային տարբեր տրամադրությունները գնահատելը շատ նաև անհնար է։ Մենք բոլորս չափում ենք մեր մերձակաշրջապատով, սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս փոքր, հասարակության փոքր զանգվածի տրամադրությունները, բայց արդյոք հնարավոր է դա պրոյեկտել ողջ հանրապետության բոլոր քաղաքացիների վրա, նորից դժվար է։ Ակնհայտ է, որ կա ապատիկ վիճակ, հուսալքություն, հիասթափություն, բայց միևնույն ժամանակ կա շատ մեծ դժգոհություն։ Եվ այդ դժգոհությունը այլևս անհնար է թաքցնել։ Սա է նաև որպես ինդիկատոր, օրինակ ինձ համար, որ հնարավոր է առաջիկա ընտրություններին մասնակցայնությունը ավելի մեծ լինի եւ մարդիկ ի վերջո հասկանան, որ իրենց ձայնը կորցնելով, չգնալով ընտրատեղամասեր, իրենք ուղղակի ջուր են լցնելու այս իշխանության վերարտադրության ջրաղացին, այսպես ասած, այսինքն տալու են եւս մեկ հնարավորություն, որպեսզի սրանք ինքնաիրավչությամբ զբաղվեն եւ արդեն էլ անհնար է պատկերացնել այդ մասշտաբային աղետներից հետո ինչ կարող են բերել։ Տոկոսը կարող է փոքրանալ, բայց այդ տոկոսի փոքրացմանը կարող են միայն նպաստել ընդդիմադիր քաղաքական ուժերը իրենց ռեալ իրատեսական ծրագրերով եւ ազնիվ դիսկուրսով քաղաքացիների հետ։ Փաշինյանը բոլորովին վերջերս իր հարցազրույցներից մեկում կրկին նշեց, որ Հայաստանը ծայրագավառից դառնում է կենտրոն։ Նա մեկ այլ միտք էլ արտահայտեց, ըստ որի Միացյալ Նահանգները հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը 99 տարի որպես անկախ պետություն գոյություն ունենալու իրավունք ունի։ Այստեղ Փաշինյանը նկատի ուներ այն, Տիկին Կոստյանն, որ TRIP նախագիծը 99 տարով է կնքվելու Հայաստանի Հանրապետության հետ։ Ինքնիշխանությունը սա էր եւ ինչպես ստացվեց, որ Հայաստանի Հանրապետության վավերականության ժամկետը որպես պետություն համընկավ լոգիստիկ նախագծի, տրանսպորտային նախագծի, տեխնիկական ժամկետի հետ։ Ես կարծում եմ, այս հայտարարությունը անելուց հետո ինչ քայլ պետք է հաջորդեր, գլխավոր դատախազը պարզապես պետք է գնար եւ հենց հարցազրույցի վայրից ձերբակալեր Նիկոլ Փաշինյանին, որովհետև սա պետական հանցագործություն է, այսինքն այսպիսի հայտարարություն անելը երկրի ղեկավարի կողմից անթույլատրելի է։ Նշանակում է մարդ Հայաստանի Հանրապետության գոյությունը տեսնում է ընդամենը 99 տարի, եւ ինչ է նշանակում ծայրագավառ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ծնվել է ծայրագավառում եւ ծայրագավառում ծնված լինելով դարձել է Հայաստանում։ Իհարկե, խորհրդային Հայաստանում է ծնվել։ Այս հայտարարությունները անթույլատրելի են պարզապես։ Սրանք որակավորումներ են, որոնք նսեմացնում են Հայաստանի Հանրապետության դերակատարությունը, անկախության 30 տարիները, այսինքն 30 տարիների ընթացքում ուզում է ասել, որ Հայաստանը չի կայացել, իհարկե այդպես չէ։ Խորհրդային կարգերի տապալումից հետո Հայաստանը անցել է 30-ամյա բարդ, դժվար այնպիսի մի ճանապարհ, որը գուցե շատ պետություններ կամ ժողովուրդներ չկարողանային անցնել, բայց լավ, վատ, դժվարություններով թե ինչպես անցել է որևէ կերպ այդ 30 տարիների, չի կարելի նսեմացնել եւ Հայաստանին այնպիսի որակավորումներ տալ, նսեմացնելով ոչ միայն պետության դերակատարությունը, այլ նաեւ ամբողջ մի ազգի։ Կարծում եմ սա վիրավորական ձևակերպումներ են անթույլատրելի, որը ուղղակի որևէ այլ պետության
ղեկավարի բերանից չես կարող լսել սեփական ազգի եւ սեփական պետության հասցեն։ Այս մարդը պետություն բարձրագույն հայտարարություններ անելով չունի տարեկան պատկերացումներ, որն է պետությունը, ինչ է պետությունը իրենից ներկայացնում։ Նա նսեմացնում է մի ամբողջ հազարամյա պատմություն, մի ամբողջ ժողովրդի։ Հետևաբար կարծում եմ այս հայտարարությունները պետք է պահպանել գրառումների այն գրքույկում, որտեղ Նիկոլ Փաշինյանը ամրագրել է իր կողմից Հայաստանի Հանրապետության դեմ կատարված անթույլատրելի եւ հակապետական քայլերը եւ ապագայում անպայման պիտի կրի պատասխանատվություն։ Մենք այս քայլերից կամ հայտարարությունից կարող ենք մի եզրահանգման գալ, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան է միայն Ռուսաստանի Դաշնությունից, կախված չպետք է լինի, բայց մնացած երկրներից շատ հանգիստ կարող է եւ կախված լինի։ Իհարկե կարող ենք նաեւ այդպիսի եզրակացություն անել։ Նույն ձեր ձևակերպումների տրամաբանության մեջ, եթե նայում ենք Եվրոմիությունից ստացած միլիոնավոր եվրոները ուղղելով Հայաստան ի աջակցություն տարբեր, այսպես ճակերտավոր պատերազմներին եւ անթակույց հայտարարելով դրանք ուղղված են Ռուսաստանին, այո, այստեղ կոնտեքստը հենց տանում է դրան։ Այսինքն, օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է միջամտել փոխնախագահի մակարդակով Հայաստանի ներքին գործերին, Եվրոմիությունը կարող է, բայց այ Ռուսաստանը չի կարող։ Սա երկակի ստանդարտներ են ոչ միայն իշխանության կողմից, այլ նրան սատարող սատելիտ ուժերի կողմից, ովքեր նորից էլի անթակույց ինքնիշխանության մասին գոռում են, բայց մեծ սիրով իրենց գլխավերևում պահում են օտար երկրների դրոշները։ Իշխանությունը պատրաստվում է հայտարարագրել նաև թոշակառուների ունեցվածքը։ Դուք չունեք տպավորություն, որ Փաշինյանին դադարել է մտահոգել ընտրազանգված կորցնելու վտանգը, թե այդ ամենը նա կփոխլրացնի իր վարչաբենդի միջոցով։ Ես կարծում եմ Փաշինյանը այս 7-8 տարիների ընթացքում մի փոքր կտրվել է հողից։ Նա կարծում է, որ այսօր ունի այն նույն աջակցությունը, ինչ 21 թվականին, ինչ 18 թվականին, բայց չի հաշվարկել մի շատ պարզ բան, որ նույնիսկ սոցիալական խնդիրները, անկախ անվտանգային մարտահրավերներից, սոցիալական խնդիրները լի բավարար են, որպեսզի ժողովրդի դժգոհությունը այն աստիճան բարձրանա եւ դուրս հորդա, որ իրեն ուղակի քշի տանի իշխանությունից։ Տեսեք, նախորդ տարին անցավ մեծ սկանդալային իրադարձություններով, որոնք վերաբերում էին պարգևավճարներին։ Այդ պարգևավճարները միլիոններով որ դրել են իրենց գրպանը պետական բյուջեից, արդեն օրենքի քողի ներքո, ակնհայտ կոռուպցիոն դրսևորումներ են։ Եվ նաև երաշխիք նախընտրական շրջանում քարոզարշավները ֆինանսավորելու համար։ Իրենք պետական բյուջեից հանելով այդ գումարները դրել են իրենց գրպանը, որպեսզի հետո կարողանան ֆինանսավորել սեփական քարոզարշավները։ Սա չի կարող հանգիստ այսպես անցնել եւ գնալ։ Քաղաքացիները սա շատ լավ հասկանում են, որ իրենց դնում են հիմարի տեղ եւ իրենք ես չեմ պատկերացնում ինչ հաշվարկ են անում։ Արդյոք կարծում են, որ ընդամենը չգիտեմ, 1000-2000 դրամ թոշակառուների թոշակը բարձրացնելով կարող են համոզել նորից իրենց աջակցությունը ստանալ կամ անիմաստ ինչ որ խորերով, վարչաբենդերով, էլ չգիտեմ, էլ ինչ կարելի է սպասել։ Այսինքն այս մարդը այնքան պարապ է, որ նույնիսկ ժամանակ է գտնում այսքան լրջագույն խնդիրների ու մարտահրավերների մեջ զբաղվել նորահայտ հոբիներով, սա հարց է, որոնք մարդիկ իրենց տալիս են։ Այս մարդը այդքան ժամանակ ունի մտածելու երկի ու բարի մասին, նույնն էլ նախարարները, բոլոր պաշտոնյաները, ովքեր զբաղված են ոչնչով բացի իրենց ուղիղ պարտականություններից եւ գործառույթներից։ Նրա տեսեք, վարկանիշը այսօր պատմական մինիմումում է։ Եվ ակնհայտ է, որ նախընտրական շրջանում ցանկացած միջոց ձեռնարկելու են, այդ թվում նաև վարչական ռեսուրսը օգտագործելով, որպեսզի կարողանան վերարտադրվել։ Այլապես սա ուղիղ վտանգ եւ ռիսկ է նրա իշխանության
կորստի համար։ Հետևաբար պետք է զգոն լինել եւ քաղաքացիների հետ զրուցել ու հիշեցնել, թե ինչ անթույլատրելի քայլեր է արել այս վարչախումբը եւ որը իրավունք չունի վերարտադրվելու։ ՔՊ ընտրական ցուցակի առաջին փուլի քվեարկությունն է սկսվել։ Արդյոք սա իշխող ուժի կողմից իրական փոփոխությունների կամ այդ պատմական անկումը, վարկանիշային անկումը զգալու միտումը պիտի դրսևորվի նաև այս ընտրության ժամանակ։ Ես կարծում եմ, այս ժողովրդավարության, այսպես ասած, ներքին ժողովրդավարության քողի ներքո նրանք պարզապես փորձում են իրենց համար հնարավորինս ավելի կանխատեսելի, ավելի կառավարելի անդամների ներգրավել ընտրական ցուցակներում, որոնք հետո կդառնան իրենց համար երաշխավորված խորհրդանական մեծամասնություն։ Այսինքն մեծացնում են երաշխիքները կոճակ սեղմողների համար։ Եվ կարծում եմ նաև այս քայլերով փորձում են գնահատել արդյոք ինչ ռիսկեր ունեն սեփական թիմի ներսում։ Օրինակ կարող է գտնվեն այնպիսի մի մարդիկ, որ ինչ որ պահի տեսնելով, որ Փաշինյանը բավարար ձայներ չի հավաքում, սողոսկեն իրենց թիմից։ Ես կարծում եմ սա ընդամենը այս պրայմերիզը անում են հենց դրա համար, որպեսզի իրենց համար ավելի կանխատեսելի եւ ղեկավարելի մարդիկ ներգրավեն թիմում։ Եվ ինչ արձագանք կտա այս ամենին Եվրամիությունը, մասնավորապես մինչև հունիս ինչ սպասել Եվրամիությունից։ Մենք կտեսնենք աջակցության ոչ միայն կոչեր, այլ նաև կոնկրետ գործողություններ, ինչպես եւ խոստացվում է կամ նախանշվում է մոլդովական սցենարի տեսքով։ Գիտեք, միշտ կարելի է սպասել, աջակցությունը արդեն հայտարարվել է ամենաբարձր պաշտոնյաների բերանից, դրամների, այսպես եվրոների ներհոսքի տեսքով, դա հենց ուղիղ աջակցություն է այսօրվա իշխանությանը։ Աշխատանք պետք է տանել նաև արտաքին ճակատում, արտաքին գործընկերների հետ, որովհետև Եվրոմիության այս պահի, այդ կոնֆիգուրացիոն սցենարով պարզ չէ, արդյոք օրինակ Եվրոմիության անդամ երկրների այլ քաղաքական ուժերը ողջունում են այս վարքագիծը, թե ոչ։ Ի վերջո Եվրոպայում էլ տեղի են ունենում որոշակի փոփոխություններ եւ չի բացառվում, որ ինչ որ պահի ուժերի դասավորությունը այնպիսի մի կետի հասնի, որ այլևս օրվա իշխանությանը Հայաստանի Հանրապետության չաջակցեն, որովհետև ի վերջո արդեն սրանց քայլերը անթաքույց հակաժողովրդավարական են։ Դրա առջև չի կարելի փակել, նույնիսկ Եվրոմիությունը, ում մեծ հաշվով ձեռք է տալիս այսօրվա Հայաստանի իշխանությունը, չի կարող միջևերջ աչք փակել հակաժողովրդավարական քայլերի հանդեպ։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։ Մեր հյուրն էր Հայ Ակվի ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Աննա Կոստանյանը։